Ուրեմն իմ աշխարհը մենակ չի սահմանափակվում քարերով, սա էլ է իմ աշխարհը, սրանք իմ իմաստուն ընկերներն են, այսպես ուզում եմ ձեզ ցույց տամ, հանդաղանցնեմ, որ նկատեք, հա, այս կողմից էլ ցույց տամ, տեսեք մինչև ուր է երկարաձգվում դարակը, անցնենք այս մյուս շարքին, ուրեմն այստեղ համարյա թե գրեթե 4 շարք է դրված, այս իր տակն էլ կա շարած, այստեղ էլ կա, այսինքն հենց մենակ այստեղ այսքանը 4 շարք է, հա, 1, 2, 3, 4 և մեկ շարք էլ այստեղ, այսենց, սենց ցույց տամ, որ պատկերացնեք, անցնենք հաջորդ դարակին, այստեղ էլ վերևում տակներից տարոներ են շարած և 2 շարք էլ, 1-2 շարք էլ դիմացն է դրված, մոտավորապես կարող եք չէ պատկերացնել տարոների քանակը։ Իջնենք հաջորդ դարակը, 2 շարք այստեղ է դրված, այսպես ձեզ ցույց տամ, 1 շարք այս վիճակով է շարված և էլի դիմացը տառոներ և ռունաներ են դրված, սրանք պարկերով են արդեն, մի քանի պարկ էստեղ է, պարկեր կան նաև էստեղ, այսպես ցույց տամ մոտավորապես, որ պատկերացնեք, քանի շարք էլ էստեղ է դրված, իհարկե աշխատանքային սեղանից վրայինը չհաշվեմ, հաջորդ շարքը, այստեղ էլի վերևում 2 շարք է դրված, 1 շարքն էլ արդեն կողի է պառկած, և այդ շարքի դիմացը նորից կան առակուրներ և տառոներ, այսպես անցնենք հաջորդ շարքին, այստեղ չգիտեմ արդեն քանի շարք է, 1, 2 շարք այս արանքում է դրված, 2-3 շարք այս արանքում է դրված, 2 շարք էլ դիմացը, այսպես պահեմ, որ տեսնեք։ Տառոների հետ առանձին վերցրած իրանց գրքերն են, առակուրներ և տառոներ, որոնք առանձին գրքեր են անհրաժեշտ եղել լուրջ ուսումնասիրության համար, այսպես պահեմ, որ տեսնեք։ Սա էլ է իմ աշխարհը, շատ սիրում եմ իմ իմաստուն ընկերներին, այս բոլորը չեն ասում եմ աշխատանքային սեղանից վրա, այլ մի ահագին կալոդաներ կան, դե գրքերի մասին ինչ ասեմ, գրքերը դուք տեսել եք, գրքերը թերևս էլի ավելացել են, հետո ցույց կտամ նաև ժամանակ լինելու դեպքում ցույց կտամ նաև գրքերի հավաքածուն։